Վաղ Ալիևասի հորը Սարև Հայաստանի հիմնա, պետք է ինչ համարենք, որ Ալիևա երթում կերա, որ հորը Սարև Հայաստանն է, պետք է տանք Ալիևին։ Տենց է, երբ տրամաբանությամբ տենց է։ Ներողություն մի հարցել ես տամ, հա, լուծումներից որը ձեզ համար բավարար կլինի, այսինքն ինչ պիտի լինի, որ դուք համարեք, որ ձեր պահանջները Այդ է մեր լուծում, եթե լուծում եք ասում։ Չէ, գլոբալի մասին չի խոսքը։ Աբազյանը վերականգնվի, եթե չվերականգնվի։ Մենք Աբազյանի վերականգնումին չէի շեշտում, քանի որ նորից եմ ասում, ես այդ մարդու աշխատանքը տեսել եմ, ու մենակ ես չեմ տեսել, այդ ծնողներն են տեսել։ Քանի գերի է եկել, դա Աբազյանի գործողություններն ա եղել։ Ես դες չի որ հիմա Աբազյանի մեծ արմուն չի, բայց որ արել է, չպետք է էլ են կներեք սենց Խակակեր հավի նման պետք է չուտենք կտուսները սկսենք գեդին ասենք չենք տեսել։ Եվ որ արելը ոնց ասենք չի արել։ Եթե իր տեղակալը գա եւ հավաստիացնի, որ նույն կերպ կշարունակվի, դա ձեզ կբավարարի։ Բա իհարկե, եթե դու իր տեղակալը գա ու ինքը հավաստիացնի, երաշխավորի, որ ինքը այդ տեմպից չի ընկնի, հələ մի բան էլ ավել ոչ պակաս կանի, բա մեզի ինչ է պետք, մեզի մեր երեխեքն են պետք, մեզի ուրիշ բան պետք չի, շեշտում եմ նորից։ Առավոտվա հանդիպմանը Վարդան Վարդանյանը ինչ խոստացավ։ Ես ճիշտ ասած չեմ մոտեցել, չեմ էլ լսել իրանք ինչ են խոսացել, ազնվությամբ չեմ մոտեցել։ Որքի որտեղ հասկացել եմ նույն խոսակցությունալում ինչ որ Երևանից եղել է։ Արեք ճանապարհը բացեք, սա լավ կլինի, վաղը չեմ ուսորը կետա կտենակ, դա էլ է կտի մոմենտ։ Բայց երեկայից ներկայացուցիչ եկավ, խոստացել է, որ հետ վերադառնա պատասխանի, հա, ձեր հարցը։ Դե եկավ պարոն Սանամյանը եկավ գնաց, բայց հələ որ նորություն չկա իրեն։ Քանի որ ազգային ժողովի դիմաց եք, հետաքրքիր է պատգամավորներից իշխանական ընդդիմադիրներ, գիտեմ, որ հանդիպել եք, եղել է, որ օրինակ կան փորձեն հասկանալ խնդիրը։ Եկել է, մեկը Տիկոն եկավ, Աբրամյան, մեկը Երևանից։ Իշխանական նկատի։ Հա, չեմ մի հատ էլ տղամարդ, որ մտավ ներսը հարց տվեց։ Գառնիկ Դանիելյանն էր կարծեմ։ Հա, ոչ մեկ մի 3 հոգի եկել Չէ, են։ իշխանականներից եկել են։ Իշխանականներից։ ԿՊ-ականներից ձեզ հանդիպել են, որ կան հասկանան ձեր խնդիրը։ ԿՊ-ականները ո՞նց կարան մեր հետ գան հանդիպեն։ Երես պետք է ունենան, որ գան Պարոն հանդիպեն։ Ղուկասյան, նաև որոշում կայացրեցիք, ձեր մի խումբը այս պահին Հերացի փողոցը փակի 1 ժամով։ Ակցիան շարունակվի այլ փողոցների փակմամբ էլ, եթե ներկայացուցիչ ազգային անվտանգության։ Որ մնացած ծնողները որ միանան, որտեղ մենք ունենք 170 հոգի զինվորական եւ 20 հոգի քաղաքացիական անհայտ կորած։ Էլ չեմ ասում գերության մեջ տղեկի մասին, որ նրանց ծնողներն են աթոռներից իրանց նստատեղերը հանեն գան միանեն, դու հերացին էլ կփակեմ, դու Մաշտոսն էլ կփակեմ, դու ինչ կա կփակեմ, բայց ես իմ ուզածին պետք է հասնեմ, որտեվ նորից եմ ասում, իմ պահանջը իմ երեխեքն ու մնացած երեխեքն, անուն իմ երեխեքի, անուն այդ երեխեքի ճակատագրի, որ 5 տարի ոչ մի բան չգիտենք այդ երեխեքին, ինչ է լավ, ոնց է լավ, ողջ են, մահացած են, զոհված են, ինչ վիճակում են, այդ անորոշությունը արդեն մեզի վերել է այն հոգեկան են ամենածանր վիճակի մեջ է հասցրել, որ մենք այսօր չգիտեմ ինչ ենք պատրաստ, կարող է այսին մեր ծնողներից բավականին արդեն մի քանի հոգի մահացան, մեր անհետ կորածների ծնողները այսպես ամիսը չլինի մեկը մեռնում է, չէ, այդպես։ Իրազեկման ժամանակ ինչ են ձեզ պատճառաբանում այդ ծնողները, որոնք որ այսօր ներկա չեն այս ակցիային։ Ես այստեղ տեսնողներին միշտ այդ մարդկանց եմ տենում, ուրիշ մարդ գրեթե չեմ տենում։ Մեկ լինում էր, որ ասենք ԱԱԾ-ում կամ ասենք, չգիտեմ, դիտեղ հանդիպում ենք, մի քանի հոգի լինում են գալիս են, որ դաժե չենք էլ տեսել, բայց իրանք ասում են, որ մենք անդրով հիմա մարդիկ կար տարբեր պատճառաբանություններ են բերում, մեկը հիվանդ է, մեկը տկար է, մեկը փոքր երեխա ունի, մեկը տարեց մարդ ունի, ամեն մարդ մեկը փողը վերցել է չի գալի, մեկը չգիտեմ, պաշտոնը վերցել է չի, ինչ իմանամ ցավը տանեմ, ամեն մարդ իրան, թո ինքը իր ասու առաջ Թո ամեն մարդ, թո ամեն ծնող ինքը իր ասու առաջ, մենք էլ իր երեխով առաջ պատասխան տա։ Ղուկասյան, իսկ այսօր ինչ եք պլանավոր, ինչ որ գործողություններ էլի այստեղ եք անցկացնելու։ Ինչը մեր պահանջները չբայրջանա, չբավարարվի, ոչ մի բան էլ չենք իմանում ինչ ենք անելու, ինչ էլ ասես կարան կանենք։ Մարդ ավակվի, ինչ ասես կարան կանենք։ Ամենախենթությունն էլ կարան կանենք։